ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից եւ միայն լավ հաճելի տրամադրություն, բոլորիդ ասում ենք բարի լույս։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր սուրճն ու սերն առավոտից սկսում է իր աշխատանքը եթերում։ Մենք մեր մասին դուքով ենք խոսում։ Դուքով ենք խոսում, այո, Լուսնե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանն են այսօր տաղավարում եւ փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի շաբաթը, աշխատանքային շաբաթը եւ ամառը սկսվի դրական բարձր ճիշտ տրամադրությամբ, հատկապես որ այսօր հունիսի 1-ն է, երկուշաբթի, եւ գիտեք թե ինչ օր է, այսօր մեր փոքրիկների ամենաուրախ օրերից մեկն է, որովհետեւ նրանց օրն է այսօր։ Թեպետ ես միշտ ասում եմ եւ շատերն են ասում, որ դա պիտի լինի շարունակական եւ միշտ յուրաքանչյուր օրը երեխաների համար դարձնենք տոն։ Բայց մի քիչ էլ չի ասել պիտի իմանանք, էլի չափի մեջ, համաձայն ես։ Համաձայն եմ, իհարկե։ Եվ շատերը պնդում են, որ պետք է, սա երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, եւ շատերին օրինակ զայնացնում է, որ դա մենք ավելի շատ տոնի ենք վերածում, կարծում են, որ այդ պաշտպանության, բայց իրականում կարծում են, որ երեխաներին պաշտպանելու համար պետք է նաեւ նրանց ուրախ մանկությունը ապահովել, այդ երեխա լինելու իրավունքը, մայրիկների, հայրիկների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու իրավունքը, ինչը ցավոք մեր օրերում դժվար է դարձել ծնողների համար հենց, այնպես որ հրաշալի է, կարծում եմ, որ այսօրը նշվում է հենց մանկական տոնով։ Մեր քաղաքն էլ բացառություն չէ, բազմաթիվ իրադարձություններ, միջոցառումներ, որոնց մասին կպատմենք, այո։ Եվ իհարկե բոլորիդ ասում ենք բարի գալուստ Հայաստան, ձեզ ողջունում է Բեթին, այնուհետև կշարունակենք։ Երկտոն անսահման երկը քո քեզ նման շփեր ես ու բարի դու շունչն ես քո երկրի երազանք դու պահիր ուղարկիր երկնքից ու հասնի աստղերով երկը բացունքին Welcome to Այո, հենց այսպես հարգելի ռադիոլսողներ, շարունակվում է սուրճ ու սեր առավոտից
ուզում եի ասել երաժշտական ծրագիրը, բայց կասեմ տեղեկատվական եւ երաժշտական ծրագիրը, որովհետեւ երաժշտություն ու լավ տրամադրություն մեզ իհարկե առավոտից նաեւ փոխանցում են լավ երաժշտական կատարումները։ Բնականաբար, առանց դրա ինչ էինք անելու ի վերջո։ Հատկապես փոքրիկ երգիչների եւ փոքրիկների կողմից ներկայացված երգերը կարծում եմ ավելի են բարձրացնում դրամատրությունը եւ իսկապես վերադարձնում են մանկություն, բայց Լուսինե հետաքրքիր է, էլ ինչն է օրինակ քեզ վերադարձնում մանկություն։ Կան նման գործողություններ, իրեր կամ երևույթներ, որոնք քեզ մի տեսակ կարծես մանկություն են վերադարձնում։ Մուլտֆիլմերը։ Որն է ամենասիրելին։ Վայ, վերևը։ Հիշեցի, մեկ էլ Ուալին։ Երկուսն է մի քիչ նաև թաղծոտ են։ Այո, բայց մեր իրականությունն են ներկայացնում, իրականում մուլտֆիլմերում այնքան իրական մեսիջներ կան, որ այդ մուլտֆիլմերը ոչ միայն փոքրիկները պիտի նայեն, այլև հաճախ մեծիկները, որպեսզի այդուհանդերձ չհեռանան այն կարևոր սիրուն մաքուր իրականությունից, որ մեկ-մեկ մենք մոռանում ենք։ Մեզ թվում է մենք արդեն մեծացել ենք եւ հաճախ կարդանք փոքրիկ իշխանը, կարդանք բարձրաձայն մեր փոքրիկների համար իբր, բայց հենց մեզ համար, որովհետեւ դեպ փոքրիկ իշխանի մուլտֆիլմն էլ բավականին հաջող էր ստացվել իր յուրատեսակ ոճով, այնպես որ մուլտֆիլմերը, գիտես, հեքիաթները էլ չէ, բայց մուլտֆիլմերը հաստատ Հետաքրքիր է, ես էլ եմ սիրում մուլտֆիլմեր, հաճախ մինչ օրս էլ դիտում եմ, վերջերս շատ տարածված մուլտֆիլմ է, իհարկե բոլորը դրա մասին էին խոսում, երկար ժամանակ չէի դիտում, բայց երբ դիտեցի, հասկացա, որ իսկապես է մուլտֆիլմ է, որը պարտադիր, ինչպես նշեցիր, պիտի նայեն ոչ միայն փոքրիկները, այլև մեծերը։ Անգլերեն Inside Out, ռուսերեն թարգմանել էին Գալավալոմկա, հետեւաբար եթե գլուխ կոտրուկ, եթե հենց ռուսերենից թարգմանենք, եթե անգլերենից Թարգմանենք կստացվի ներսից դուրս, բայց այդքան դրամաբանական չի ստացվում, որքան գլուխ կոտրուկը։ Այստեղ բառացի թարգմանությունները որպես կանոն թե ֆիլմերի, թե մուլտֆիլմերի միշտ սխալ են, պետք է ադապտացնել այդ թարգմանությունները եւ գտնել այն իմաստը, որը բնօրինակում է դրված։ Այո, բայց եթե փոքրիկ բացեմ ինչի մասին է մուլտֆիլմը, Լուսինե ցույց է տալիս փոքրիկ կերպարների տեսքով մեր զգացմունքները, մեր գլխի ներսում ինչ է կատարվում եւ թե որ կերպարիկը որ զգացմունքի համար է պատասխանատու։ Օրինակ կա ուրախությունը, որը շատ ժիր, աշխույժ մի աղջիկ է, կա տխրությունը, որը պակաս կարևոր զգացմունք չէ, զայրույթը ծիծաղելի կարմիր, ինչ որ մեկն է։ Ամենաուրախն է ինձ։ Այո, եւ ամենաուրախը։ Կարծես թե հեռախոսազանգ ունենք արդեն։ Այո, մենք ողջունենք մեր ռադիո լսողին եւ տեսնենք ով է մեզ միացել, Բարի Լուիս։ Բարի Լուիս, դուք եթերում եք։ Հանրային ռադիո, Բարի Լուիս Հայաստան, ուզում եմ այս պահին ողջունել ձեզ, աղջիկներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հայտնել հանրային ռադիոյին, որ նա մեր մանուկների համար միշտ է արել ամեն ինչ, ի տարբերություն բոլոր ռադիոկայանների եւ ունեցել ենք համերգ աշակերտների համար, այսպես էլ կոչվում, միշտ մանկական ռադիոթատրոն ունենք հրաշալի բեմադրություններ եւ առհասարակ հաղորդում աշակերտների համար ամեն օր մի ժամանակ 14-ից 30-ին է լինում, իսկ հիմա Փառք Աստծո ունենք մի ռադիոկայան, որը մեր փոքրիկները կարող են լսել, սովորել, վերցնել են օգտակարը Արևիկ ռադիոյին եւ նրանց ստեղծագործական խմբին ողջունել եւ առհասարակ ուզում եմ այս պահին սրտան շնորհավորել բոլոր փոքրիկներին։ Գիտեք Լուսինե, ես քեզ հետ այն բանի համար համաձայնվեցի, որ այո, առաջին անգամ, ոչ թե առաջին անգամ, այլ ընդհանրապես մեր փոքրիկների օրը հունիսի 1-ը պետք է տոն դարձնել, որտեղ նրանց մանկությունը պետք է միշտ զարդարվի ուրախ տոներով, ամեն ինչով, այն ինչ որ իրանց հապետ։ Ես սրտը մաղթում եմ, որ աշխարհիս երեսին փակվեն բոլոր մանկականները։ Եվ առհասարակ, որ ասում են երեխաների պաշտպանության օր, այն մեր փոքրիկներին պաշտպանել է պետք այն ծնողներից, ովքեր երեխաներին թողնում են բախտի քմահաճույքին։ Իսկ մնացածը թող իրոք տոնով նշվի։ Ես ուզում եմ սրտանց տա Աստված, որ ամբողջ աշխարհում չունենանք ոչ մի մանկատոն եւ մեր փոքրիկները մեծանան ջերմ ու լավ ընտանիքում եւ ավարտելով խոսքս ուզում եմ ասել, սիրելի փոքրիկներ, մաղթում եմ ձեզ անամպ երկինք։ Կներեք մի բան էլ ասեմ ու չծիծաղեք ու ավարտեմ։ Մենք էլ մեր ծնողների երեխաներն ենք։ Իհարկե։ Բայց մենք չենք ծիծաղում։ Իհարկե։ Շնորհակալ եմ ձեզ, լավ օր սիրելի։ Շնորհակալություն Տիկին Անայի ջան։ Շնորհակալ ենք։ Ինչը որքան հաճելի է, որ խոսում ենք նաև մանկական ռադիոկայանի մասին, միակը եւ անկրկնելին ամբողջ Հայաստանում։ Եվ մենք հպարտ ենք, որ այդ գեղեցիկ գործառույթը կատարում է հանրային ռադիոն եւ մի ամբողջ թիմ սիրով
առավոտից երեկո աշխատում է, որպեսզի փոքրիկների բովանդակային օրը ապահովի։ Էպես որ եկեք շնորհավորենք եւ ողջունենք Արևիկ ռադիոկայանի աշխատակազմին, բոլորիդ ջերմ ողջույններ, որովհետեւ այսօր նաեւ նրանց տոնն է առանձնահատուկ։ Եվ իհարկե, եթե այդպես դիտարկենք, Տիկին Անայտը շատ լավ կարևոր մի բան ասաց, որ մանկատները թող վերանան ընդհանրապես, բայց ցավոք լինում են դեպքեր, երբ երեխան ավելի երջանիկ է լինում մանկատանը, քան սեփական ծնողների հետ։ Այ դա թող չլինի առաջին հերթին, եւ տունն ու ջերմությունը առաջին հերթին այնտեղ է, որտեղ կա սեր եւ անմիջականություն։ Իսկապես, թող բոլոր փոքրիկները պաշտպանված լինեն, նախ եւ առաջ, պաշտպանված լինեն, երջանիկ լինեն, առողջ լինեն։ Շնորհակալություն հայտնենք նաեւ բոլոր այն կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, բարեգործական հիմնադրամներին, որոնք առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների համար դրամահավաքներ են կազմակերպում։ Ամեն ինչ անում են, որպեսզի լիարժեք կյանք ապահովեն։ Եվ մեր մեծիկներին էլ եւս մեկ հորդոր անենք, ամեն ձեր բնավորության վատ գծերը մի գցեք մանկական տրավմաների վրա։ Այո։ Դա դարձել է կարծես նորաձև մանկական տրավմայ, դե կներեք, բոլորս էլ ունեցել ենք տարատեսակ մանկական տրավմաներ, բայց եկեք չգցենք այդ մեր փոքրինչ բնավորության որոշ գծեր դրանց վրա համամիտ ես։ Համամիտ եմ, իհարկե հասկանալով, որ այո, դե իսկապես գիտականորեն է ապացուցված փաստ, որ տարբեր բաներ կարող են գալ մանկությունից, ընդ որում բայց չի որ դա տրավմա լինի։ Մեր ծնողների մեզ սիրելու ձևից նույնիսկ կարող է ծիծաղելի է, բայց նույնիսկ երբեմն երբ չափից շատ սեր ենք ստանում, դա էլ իր հերթին տարօրինակությունների բերում է, բայց համաձայն եմ քեզ հետ նաև այն առումով, որ պիտի հասկանանք, որ մեր ծնողներն էլ են առաջին անգամ ծնող եղել, մեր ծնողներն էլ են առաջին անգամ ապրում եւ նրանք էլ մեզպես ասած առաջին անգամ մայրիկ են դարձել, հայրիկ են դարձել եւ անսխալական չենք։ Էլի ունենք հեռախոսազանգ փաստորեն։ Լավ, ողջունենք ռադիոլսողին, բարի լույս, դուք ուղիղ եթերում եք։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ես ուզում եի միանալ բոլոր բարեբախտանքներին, բոլորի բալիկները թող լինեն առողջ, անանդ, երկինք լինի բոլորի համար, խաղաղություն լինի բոլոր երեխաների համար։ Եվ մի բան ուզում հնչեցնել հենց ձեր հաղորդման այս ֆորմատից օգտվելով որ կարողանում են բարձրաձայն հնչեցնել մեր կարծիքը ինչու մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է, բայց այս հրաշալի օրը ոչ աշխատանքային օր չի։ Ես էլ էի մտածում ճիշտ ասած, փոխուշադրություն դարձնեն մեր պետական այրոյը, չէ՞ որ սա միջազգային մասշտաբով նույնպես նշվում է բոլոր ներկաներում, եւ մի խնդրանք է ձեր հաղորդման օրինակով խնդրում եմ մյուս հաղորդումների ժամանակ նույնպես այսպիսի հեռախոսազանգերի հնարավորություն տալու գնդիներին, քանի որ հատկապես օրինակ ես առողջ եմ ծրագրին բազմաթիվ անգամներ ցանկանում եմ շատ կարևոր հարցերով այդ պահին դիմել, բայց չի ստացվում կոնկրետ երեխայի հետ կապված։ Լուսիկ Քոչարյանի շատ կխնդրեի, որ ինքն էլ իր հաղորդումը մենք փոխանցենք հնարավորություն տալ հեռախոս։ Ծրագրերի ֆորմատներ գոյություն ունեն, մենք կփոխանցենք տնօրինությանը ձեր խնդրանքը, բայց ես ձեզ եւս մեկ անգամ ձեր բոլորի բալիկները փոխանցեն երջանիկ լինեն եւ ամենակարևորը խաղաղ երկինք լինի։ Շնորհակալություն, բայց ինձ լսեք, եթե ցանկանում եք հարցեր ուղղել, ես առողջ եմ ժամանակ, Հանրային ռադիոյի Facebook-յան էջում միշտ լայվ է։ Ես առողջ եմ, հասկացա, բայց մեկնաբանությունների դաշտում գրեք, լսեք ինձ, խնդրում եմ, լսեք։ Մեկնաբանությունների դաշտում կարող եք գրել ձեզ ուզող հարցը, շնորհակալություն։ Եվ այսպես շարունակենք, իմիջայլոց վերջերս մասնագետների էի լսում, որ նրանք ցույց էին տալիս խորհրդային տարիների մանկական դաստիարակությունը, սա չի կարելի, սա կերտը չկլցնեմ գլխիդ, այս ընդգծված տարբերակներն էին, դասերը սովորի, մինչև չսովորես չես քնի եւ այլն, եւ ասում էին, որ հիմա ներկայիս դաստիարակությունը երեխաների փոքրինչ փոխվում է, ավելի դարձել է չի կարելի ասել իր ցանկությամբ եւ այլն, եւ ասում եմ, երբ երեխաներին տրվում է հեշտ ամեն ինչ ու ոչինչ չի ասվում, չէ, նրանք կարծես չեն կոփվում եւ պատրաստ չեն կյանքի մարտահրավերներին ու ասում է դրա համար էլ մենք կոփվել էինք, փոքր ժամանակ մեզ այդպես սովորել ենք լսել ոչ։ Ես հասկացա մի բան, որ հին դաստիարակության մեթոդաբանությունը եւ նորը պիտի խառնել միքսել իրար, ստանալ լավագույն տարբերակ ոսկե միջինը, որպեսզի եւ երեխան կոփվի եւ միևնույն ժամանակ ստրեսներ չունենա։
Իրականում ես նաև հասկացել եմ, որ անկախ նրանից, թե մեր ծնողները մեզ ինչպես են մեծացնում, ինչպես են դաստիարակում, մենք հետագայում մենք երեխաներին ինչպես ենք դա փոխանցում, միևնույն է, երեխաները մեծանալու են եւ պնդեն, որ ինչ որ տեսակի ստրեսներ մեզանից ձեռք բերել են, այնպես որ այո։ Լավ, հա, ոչինչ, բոլորս էլ սխալական ենք, կարևորը դա ընկալենք եւ իհարկե միշտ թող փոքրիկների կողքին լինի երազանքների բարի փերին, որը կգա եւ նրանց երազանքները կկատարի։ Met երկնքում հայլող աստղեր Ձեզ խնդրում եմ ինձ հիմա տարեք վերև Որ երկնքից նայեմ ներքև Իմ փայլով սիրո լույսը այնտեղ վառեմ Իմ լավ սիրում փոքրիկ լույսին Ես խնդրում եմ քեզ դու ինձ դիր քո ուսին Թող երկուսով փայլենք ու շողանք որ բոլորին թվա թե կա երկու լույսին Երազանքների բարի փերի Քեզ խնդրում ենք մեր երազը վարդու կատարի Ու մանուկներին անհոգ տարի Անհամար երկեր ուրախ օրեր դու պարգևի Երազանքների բարի փերի Քեզ խնդրում ենք մեր երազը վարդու կատարիր Ու մանուկներին դու անհոգ օրեր պարգևիր Թող որ տանենք մեզ հետ այսօր Ողջ աստղերը որ թվում են հեռու բայց մոտ Այդ ժամանակ արդեն մենք էլ ձեզ պես կփայլենք ու կշողանք արևի պես Hey, hey Սիրո լույսին բարկարև անմար Մեզ Գարուն ներեք լույսեր Նոր երկեր ուսեր Երազանքների բարի փերի Քեզ խնդրում ենք մեր երազը վարդու կատարիր Ու մանուկներին անհոգ տարի Անհամար երկեր ուրախ օրեր դու պարգևիր Երազանքների բարի փերի Քեզ խնդրում ենք մեր երազը վարդու կատարիր Ու մանուկներին դու անհոգ օրեր Սուրճ ու սեր առավոտից Այո, սուրճ ու սեր առավոտից լավ ջերմ տրամադրություն հարգելի ռադիոլսողներ, մենք չենք հասցնում մեր ընթացքով գնալ եւ դա ուրախալի է, որովհետեւ մեր ռադիոլսողները առանց ուշելու եւ հեռախոսահամարն ասելու անդադար զանգահարում են 553702 եւ այս բանին ողջունում ենք մեր մյուս ռադիոլսողին, ասում ենք բարի լույս։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարի լույս ձեզ, Լուսինե ջան։ Ողջույն, վեգան։ Ողջույն։ Լավ, վեգային էլ ողջունեք։ Ասեմ բարի լույս ձեզ։ Բարի լույս, բարի լույս։ Ողջույն։ Ողջույն։ Սարգիս։ Այո, Լավ եք Սարգիս ջան։ շատ լավ դուք։ Վայ, ինչ հաճելի է լսել, որ դուք շատ լավ եք։ Մենք էլ ենք շատ լավ։ Բոլորով լավ լինենք, որովհետև որ ասում մի ծաղկով երբեք գարուն չի գա։ Այո։ Ես էլ ուզում շնորհավորեմ նույն բանը մեր մանուկների տոնը ցանկանալով երջանկություն, ուրախություն, անհոգ մանկություն։ Այո, Իրանց շնորհակալություն։ ծնողներից անպակասն են, իրանց ծնողներն էլ իրանցից, քանի որ փոքրիկները իրանց ծնողների հետ շատ մերված ու իրար հետ մեծացող են, նաև մայրիկի, ասենք, հոգատարությունը երեխայի շատ հաճելի է։ Մի խոսքով ցանկանում եմ ամենալավն ու բարին, ուրախ ապագա նաև մեր երկրի տերն է, չէ՞, իրանք Դե այո, մեր ապագան են։ Այո, մեր ապագան են գալիք, որովհետև դրանցով էլ մենք պետք է ուրախանանք։
Շնորհակալություն Սարգիս Շնորհակալ ենք ջան։ զանգի համար։ Մենք էլ ենք միանում բոլոր այն շնորհավորանքներին, որոնք եթերում հնչեցին, Բայց եւ արդեն անցնենք այո մեր վերջապես։ պարտականություններին եւ ձեզ տեղեկացնենք, ձեզ տրամադրենք այն կարևոր ինֆորմացիան, որը տանից դուրս գալուց առաջ հաստատ չի խանգարի։ Հաստատ ձեզ պետք կգա եղանակի տեսությունը, որպեսզի հասկանանք, թե ի վերջո ամառը եկել է, թե ոչ, ամառը եկել է, բայց այդուհանդերձ որոշ շրջաններում նաև սպասվում են տեղումներ։ Հիմա կներկայացնենք հանրապետության տարածքում այսօրվանից մինչև հունիսի 5-ը, առավելապես ցերեկային ժամերին հանրապետության առանցին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ նաև հնարավոր է կարկուտ։ Նաև ասեմ, որ մինչև ամսի 5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին եւ 2-ին աստիճանաբար բարձրանալու է 3-ից 4 աստիճանով։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա տեղեկացնենք, որ այսօրվանից մինչև 5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ, նաև առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև սպասվում է քամու ուժ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Այդպես անձրևներից այդուհանդերձ չենք կարողանում կտրվել, որը այդքան էլ լավ չի իհարկե, բայց դե հիմա ունենք այն, ինչ ունենք, այլ տարբերակ չկա, ինչը ինձ թվում է բարենպաստ վիճակ է, հա։ Այո, փողոցների մասով, այո, այս պահին Երևանում ըստ հեռախոսային հավելվածի 17 աստիճան է, բայց Լուսինեն ինձ ուրախացրեց այն, որ առաջիկա օրերն էին այում եւ իհարկե այս շաբաթվա ընթացքում չէ մյուսի, բայց առաջին 30 աստիճան աչքիս երևաց եւ ուրախացա։ Մյուս չորեքշաբթի ավելի քան 1 շաբաթ անց, բայց դե ամեն դեպքում չբողոքեք, տեսեք, բողոքում եք, որ ցուրտ է, բողոքում եք, որ շոկ եք, օգնորոշվեք։ Չեմ բողոքում, ես շոկի հետ Մենք էլ կմնամ, այո։ Եղանակային պայմանները որևէ կերպ չեն անդրադարձել ավտոճանապարհների վրա, ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում դրանք հիմնականում անցանելի են, դե մեր ռադիոլսողները գիտեն, որ արդեն հագին ժամանակ շարունակում են փակ մնալ միայն Արագածոտնի մարզում Ամբերտ Բարսելերնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Վրաստանից եւ Ռուսաստանից էլ տեղեկացնում են, որ Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մենք Ամբերտի այդ հատվածը կարծես շուտ ասել ենք, ինչպես օգտագործում ենք բերանի ապարատը տաքացնելու եւ վարժեցնելու համար։ Ես պիտի գնամ այնտեղ, չեմ եղել, այնքան ասացի, որ պիտի գնամ տեսնեմ այդ ինչն է, փակ եւ ինչու։ Ահա։ Ես ասեմ, որ եթե Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհները բաց են, ապա նույնը չենք կարող ասել մայրաքաղաքի խցանումների մասին, եւ այստեղ տեսնում ենք, որ կարմիր գծերը բավականին շատ են, ահա, կենտրոնական հատվածում հատկապես նիշը խցանումների 7 բալ է, դե գոհ լինենք, որ գոնե 8 չէ, բայց այդուհանդերձ հաշվի առնելով, որ դպրոցներն արձակուրդում են 7 բալն էլ է շատ կարծում եմ, նույնիսկ ունենք բոսորով ներկված փոքրիկ փողոցներ, որոնք ինձ թվում է այնքան մուք են կարմիրով ներկված, որ անանցանելի են ստացվել։ Ուզում եմ հասկանալ, թե այս փոքրիկ փողոցները որոնք են, որպեսզի ներկայացնենք կենտրոնի այն բոլոր նեղլիկ փոքր փողոցները, որոնք թույլ են տալիս օրինակ Մաշտոցը շրջանցել որոնց հատվածներում, օրինակ որն է սա։ Ուզում եմ փորձեմ Ամիրյանը։ Այո, Ամիրյան փողոցը։ Ամիրյանը դեպի հրապարակ տանող ճանապարհը, Մաշտոցից հրապարակ տանող ճանապարհն է, Սարյանից Ամիրյան, Սարյանից սկսվող հատվածը, հակառակը համեմատաբար ավելի թեթև է, բայց էլի ամեն դեպքում բավական խցանված է։ Գիտես ինչով է պայմանավորված թեթև տարբերակը, որովհետև միակողմանի են դարձրել Սարյանը։ Իրականում դա այդքան էլ լավ որոշում չի, որովհետև փողոցի կողքի փողոցները կոլապսի մեջ են հայտնվում եւ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում, ծանրաբեռնվում են կողքի փողոցները եւ շարունակելով դե էլ չենք խոսում, որ կայանետեղի լուրջ խնդիր կա մայրաքաղաքում եւ մեքենաները կարող ես կես ժամ պտտվել քաղաքով ու չկարողանաս որևէ տեղ կայանել։ Դե մեքենաները շատացել են, ինչ խոսք, մեր մայրաքաղաքը նախատեսված չի եղել այս քանակությամբ մեքենաների համար։ Մի խոսքով փակ փողոցները փակ չէ, էլի խցանված փողոցները, այս վերջերս այնքան ասացինք փակ փողոցներ, իդեպ նաև ասեմ, որ փակ փողոցներ լինելու են, դա արագ այո օրվա ընթացքում փակ փողոցներ լինելու են, պայմանավորված հունիսի 1-ի իրադարձություններով, միջոցառումների պատճառով Երևանի կենտրոնում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ են լինելու, մասնավորապես Տերյան եւ Պուշկին փողոցների հյուսիսային պողոտային հարող հատվածները, սա հաշվի առեք, հարգելի ռադիոլսողներ, եթե այդ կողմերն եք գնալու, որովհետեւ հունիսի 1-ի հետ է կապված, այնպես որ չենք նյարդայնանում այդ հանգամանքից, հակառակ ուրախանում ենք, չէ՞, Վեգա ջան, որովհետեւ
եւ ինչ անում ենք մեր փոքրիկների համար ենք Երեք անում իդեպ սա կարևորը։ վերջին օրերում առաջին անգամ մի քանի շաբաթվա ընթացքում նույնիսկ Հյուսիսային պողոտայով էի անցնում եւ տեսա, որ այնտեղ շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են, ինչ որ դեկորներ էին հավաքվում։ Եթերաժամի երկրորդ հատվածում ձեզ կպատմենք, թե որ ժամին ինչ իրադարձություն կա Երևանում, ժամանակացույցը կա, ձեզ էլ կներկայացնենք, որպեսզի կարողանաք փոքրիկներին մասնակիցը դարձնել, իսկ մինչ այդ հասցնենք եւ արագ ձեզ ներկայացնենք նաեւ օրվա փոխարժեքը ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 368 դրամի եւ 18 լումայի, եվրոն 428 դրամ է 71 լումա, 5 եւ 1 է ռուսական ռուբլին, վրացական լարին 138 դրամ է 15 լումա, 494 եւ 0.2 է բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամ 100 դրամ է 24 լումա եւ ռիալը իրանական ռիալը 0.027 փոփոխության չի ենթարկվել։ Տեղափոխվենք օդային տարածքներ, հարգելի ռադիոլսողներ եւ տեղեկացնենք, թե ինչ իրավիճակ է օդային տարածքներում Հայաստանի Հանրապետության։ Եթե դիտարկում ենք ժամանումների սանդղակը, ապա տեսնում ենք, որ այստեղ ունենք 3 վաղաժամ վայրեջք, հարգելի ռադիոլսողներ, մնացյալը ժամանակին են տեղի ունենալու Դուբայի 2 չվերթերը 11:25-ի փոխարեն վայրեջք են կատարելու 10:47-ին, բավականին շուտ են վայրեջք կատարելու, եթե գնալու եք ձեր հարազատներին, բարեկամներին դիմավորելու, ապա հաշվի առեք այս հանգամանքը, ոչ թե 11:25-ին է վայրեջք կատարում, այլ 10:47-ին։ Եվս մեկ վաղաժամ չվերթ, մեկն էլ կար, մի վայրկյան փորձում եմ գտնել։ Կորցրեցինք, բայց երկու Դուբայները, գտանք եւ եւս մեկը գտել եմ։ Շարժայի չվերթը 13:10-ի փոխարեն վայրեջք է կատարելու Հայաստան 12:42-ին։ Բոլորին ասում ենք բարի գալուս։ Բարի գալուս։ Հուսանք լավ տպավորություններով եք վերադարձել, ինչ վերաբերում է չվերթների ցուցակին, ապա մենք տեսնում ենք, որ բոլոր չվերթներն իրականանալու են ժամանակին։ Դե ձեզ էլ մաղթում ենք բարի ճանապարհ, լավ տժիշկներ։ Լավ մի բոլ հանգստացեք մեր փոխարենել, մինչև մենք էլ կգնանք, չէ՞, մեր ոտն էլ կհասնի եւ կգնանք կվայելենք ամառային հանգիստը, բայց չենք մոռանում, թե այսօր ինչ կարևոր օր է, հարգելի ռադիոլսողներ, եւ իհարկե մանուկների տոնն է, այսպես ասած, շատ հետաքրքիր բան ասացիր, ես էլ հարց ունեմ, հիմա ռադիոլուրի մեր գործընկերն էլ երբ կգա, մենք միասին կփորձենք հասկանալ այդ հարցի պատասխանը միասին գտնել, որպեսզի իսկապես հասկանանք։ Օրինակ, եթե դու այս տարիքում հետ չես գնում մանկություն, այս տարիքում հնարավորություն ես ունենում անել այն, ինչ կանեիր փոքր ժամանակ, օրինակ ինչ կանեիր։ Մնում ես քո տարիքում, այսինքն հենց այս կերպարով անել ինչ-որ բան, որ կանեիր փոքր ժամանակ։ Լուսնե իրականում, քանի որ ես, չգիտեմ, գուցե այդքան շատ կոմպլեքսներ կամ ամաչելու սովորություն չունեմ, սովորաբար երբ ինչ-որ բան շատ ուզում եմ, անկախ նրանից թե դա որ տարիքին է, ես անում եմ։ Օրինակ ճամփորդելիս, եթե հետաքրքիր կարուսել, ինչպես էինք ասում հայերեն կարուսելներին։ Կարուսելա, եթե կարուսել տեսնեմ, հաստատ ի սրտե կնստեմ, քեզ պատմում էի եթերից առաջ, որ ծննդյանս 30-ամյակից ինքս ինձ նվիրել եմ ռոլիկներ, անվաչմուշկներ, որովհետև փոքր տարիքում ինձ դրանք այդպես էլ չգնեցին, ես ինքս ինձ համար գնեցի։ Ամիս, իհարկե հետո ձանձրացա եւ բնականաբար ժամանակս էլ չներեց, բայց միևնույն է ուրախ եմ, որ հենց հոկեբանների լեզվով ասած այդ գելշտատը փակվեց եւ ես ունեցա իմ անվաչմուշկները։ Տեսեք, եղեք վեգայի պես, ձեր մանկության չիրականացած երազանքները ինքնուրույն կատարեք եւ այդ բացը կլրացնեք։ Ողջունենք Մարլենային մեր շատ սիրելի ռադիոլսող։ Եվ շնորհավոր։ Շնորհավորում եմ ձեզ նույնպես։ Մարլենա ջան, մենք փորձում ենք հասկանալ ինչ կանեինք մենք, չգնալով հետ դեպի մանկություն, բայց այնպիսի արարք այս տարիքում, որ օրինակ կանեինք փոքր ժամանակ։ Օրինակ ես բատուտներից դուրս չէի գա։ Ես անկեղծ, եթե հիմա խոստով անեմ, անում եմ այն, ինչ ուզում էի անել մանկության տարիներին, որտեղ ունեմ պատրվակ լավ առիթ եւ հիմնավորում իմ երեխաներն են, որոնց հետ ես կարողանում եմ ինձ թույլ տալ անել այն, ինչ այդ պահին ուզում եմ, իմ մեր երեխան ապրում է դեռ եւ ես ժամանակ առ ժամանակ սկսած խաղերից, որոնք մեծերը այլևս չեն խաղում, փորձում եմ անել դա իմ երեխաների հետ եւ դա ստացվում է այնպես, որ այդ իմաստով մանկություն վերադառնալու քարիք այս բանի ես չունեմ, չնայած կցանկանայի։ Մանկական այսպես, չգիտեմ, երևակայությունից վերադառնանք իրականություն, որովհետեւ գովազդը չի սպասում։
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ, լրատվության ժամ է հանրայինի եթերում, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Այսօր, ինչպես արդեն նշվեց, բազմիցս հունիսի 1-ն է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այսօր մայրաքաղաքում եւ մարզերում նախատեսված են մի շարք միջոցառումներ նվիրված օրվան, իսկ պետական պաշտոնյաները շարունակում են հղել ուղերձներ։ Օմբուդսմեն Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է ղել, հունիսի 1-ը կարևոր առիթ է, եւս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության եւ հասարակության առաջնային պարտավորություններից է, նշել է օմբուդսմենը։ Անահիտ Մանասյանի ձևակերպմամբ երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվությունը, հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները եւ մասնակցության իրավունքը։ Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված եւ պաշտպանված ընտանիքում, կրթական եւ այլ հաստատություններում եւ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում եւ նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման եւ գործողության հիմքում, ընդգծել է օմբուդսմենը։ Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձում նշել է. այսօրը եւս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը, յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո եւ հոգատարության ապահով եւ երջանիկ միջավայրում, անկախ նրանից թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում։ Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները, նշել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Հունիսի 1-ի երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Յոլյանի անվան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով եւ անհրաժեշտ պարագաներով։ Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում եւ իրականացնել առավել արդյունավետ բուժում։ Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ։ Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավորումների համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 միլիոն դրամ։ Տարածաշրջանային զարգացումները ներկայացնենք, Միացյալ Նահանգները կրկին, ինչպես Վաշինգտոնն է ձևակերպում, ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել իրանական ենթակառուցվածքներին, ինչին ի պատասխան Իրանը հարվածել է Պարսից ծոցում Միացյալ Նահանգների դաշնակից Քուվեյթին։ Գործողությունը առնվազն երրորդ հրապարակայնորեն հայտարարված ամերիկյան այսպես կոչված ինքնապաշտպանական հարվածն է Իրանի թիրախներին ապրիլի սկզբին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներով ամերիկյան կողմը մասամբ պատասխանել է նաև իրանական զինուժի կողմից ամերիկյան անօթոչի խոցմանը, որը ըստ Վաշինգտոնի անցնում էր միջազգային ջրերի վրայով։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ թիրախավորվել է ավիաբազա, որը նրանց պնդմամբ ամերիկյան ուժն օգտագործել էր վերջին հարձակումները կատարելու համար, թե որ երկրում է գտնվում այդ բազան չի հստակեցվել։ Քուվեյթի բանակը սակայն հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը թշնամական հրթիռներ եւ անօդաչուներ են որսացել, երկրում գործադրվել էին նաեւ էլեկտրական շչակները։ Տեղեկացնենք նաև, որ Իսրայելի զինուժը գրավել է հարավային Լիբանանի 100-ամյա Բոֆորի ամրոցը եւ կից ռազմավարական նշանակության լեռնաշղթան։ Ռազմական գործողությունը ըստ Ցահալի նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Բոֆորի լեռնաշղթայի եւ Վադի Ալ-Սալուկի շրջանի նկատմամբ, թույլատնելով Հեզբոլլահին, ինչպես նաև լեռնաշղթայի վրա Իրանի ցուցումով ստեղծված նրանց ենթակառուցվածքները։ Բոֆորի ամրոցը ռազմավարական բարձունք է, որտեղից երևում են ինչպես հարավային Լիբանանի, այնպես էլ հյուսիսային Իսրայելի զգալի հատվածներ։ Տեղեկացնենք նաև, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն կոչ արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության ընդլայնման պատճառով։
Ֆրանսիայում ոստիկանների եւ ֆուտբոլային երկրպագուների միջև բախումների հետևանքով ավելի քան 800 մարդ է ձերբակալվել UEFA-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ հանդիպումից հետո, որում Paris Saint-Germain ակումբը առավելությունացիան է հասել Լոնդոնի Arsenal-ի նկատմամբ եւ երկրորդ տարին անընդմեջ հաղթել Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում, գրում է Le Monde։ Փարիզում ձերբակալվել է 480 մարդ, փոխանցել է ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը։ Ըստ նախարարի, ոստիկանության եւ ժանդարմերիայի 57 աշխատակից վնասվածք է ստացել։ Բախումները սկսվել են դեռ խաղի ընթացքում, շուրջ 150 մարդ փորձել են ներխուժել Ֆրանսիայի մայրաքաղաքի Parc des Princes մարզադաշտ, որում կազմակերպվել էր Բուդապեշտում ընթացող եզրափակիչ հանդիպման հեռարձակումը։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել եւ ետ է մղել ամբողջ մարզադաշտի մոտ ռեստորան եւ այլ օբյեկտներ են վնասվել։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, ռադիո լուրը թարմ տեղեկատվություն կներկայացնի ժամը 11-ին։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Գերիդ խաղով ասաում ես երազում ու մեզ կանչում ծիծաղով երբ նայում ես քո լույսով լուսաբաց ես կանան լուսաբաց ես ապրում եմ քո կարոտով քո հույսով քո աչքերով եմ գերված գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոտ Ինձ տեսնում ես շատացնում ես նազերդ Քո աչքերում արևն է շողում Դու նայում ես շոյում ես մասերդ Աղբյուրի պես ծիծաղում Ես չգիտեմ թե որտեղից դու եկար Կանաչ կարնանցի ծերնակի պես Դու չկայր իմ սրտի մեջ սերը չկար Հիմա սիրո ծով եմ ես Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արավոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արավոտ
Ասաում ես երազում ում ես կանչուցի ծաղով երբ նայում ես հմայում ես քո լույսով լուսաբաց ես կանան լուսաբաց ես ապրում եմ քո կարոտով քո հույսով քո աչքերով եմ գերված գալիս ես դու ինձ մոտ մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ իմ կյանքի արավոտ Գալիս ես դու ինձ մոտ մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ իմ կյանքի արավոտ Գալիս ես դու ինձ մոտ մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ իմ կյանքի արավոտ Գալիս ես դու ինձ մոտ մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ իմ կյանքի արավոտ Իմ կյանքի արավոտ Այ այսպես երկացրեց Ահաճելի հուշերի գիրքն ենք հարգելի ռադիո լսողներ, կարելի է նաև այդպես ասել, չէ՞, իրականում։ Եվ ուրախացանք, որ ձեր կյանքի առավոտներից մեկը մեզ հետ եք կիսում, հենց այս թեպետ այլ տարբերակ չկա, չէ՞, չենք թողել այլ տարբերակ իրականում։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ իհարկե շարունակում կարևոր տեղեկություններով կիսվել ձեզ հետ։ Դե հունիսի 1-ն է այսօր, ամառ է վերջապես։ Այո։ Եվ ունի 30 օր։ Հունիսը, գիտես ոնց կարող ես արագ հաշվել։ Այո, մատերի այս փոսիկներով, չէ, այո։ Եվ հարգելի ռադիո լսողներ, դե բնականաբար հունիսը առաջին ամիսն է, գնանք առաջ եւ փորձենք հասկանալ։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Մեր ռադիո լսողը լավ թեմա բարձրացրեց, որ պետք է օրը լինի ոչ աշխատանքային, որպեսզի ծնողները կարողանան փոքրիկներին տանել այնտեղ, որտեղ պետք է։ Այո, եւ իդեպ տոնը նշվում է փաստորեն 1949 թվականից Փարիզում կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից է սահմանվել։ Այո, առաջին անգամ 1950 թվականին է նշվել, 40 թվականին սահմանվել է կանանց ֆեդերացիայի կողմից, իսկ 50 թվականից նշվում է։ Գնանք առաջ եւ ասենք, որ Հայաստանը երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 96 թվականին ընդունվել է երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը եւ տոնը նշում են Հանրապետության բոլոր մարզերում եւ Երևանում։ Բնականաբար այսօր կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, մենք դրանց հետո կանդրադառնանք։ Նաեւ հետաքրքիր տոն է, տեսել ես։ Փաստորեն այո, երեխաների օրվան կից իրականում 2013 թվականից ՄԱԿ-ը սահմանել եւ նշում է նաեւ ծնողների համաշխարհային օրը։ Այո, այսօր մեր տոնն է հիրավի։ Մեր տոններն է փաստորեն, նպատակն է մոլորակի բնակիչներին հիշեցնել համամարտկային արժեքների, այդ արժեքները պաշտպանելու եւ որպես ամուր եւ բարոյական ընտանիքի հիմք հաստատելու մասին։ Ինչ հաճելի է, չէ՞։ Այո։ Շատ լավ է։ Եվ գնանք առաջ, հետաքրքիր տոներին էլ անդրադառնանք, բացի այս երկու կարևոր տոներից, որոնք առաջնայինն էին ու հիմնական, այսօր կաթի համաշխարհային օրն է, բա։ Գիտեիք, չգիտեիք։ Լավ մտքերով շշերը գետերի միջոցով ուղարկելու օրն է։ Բայց լավն է, ես սիրում եմ այդ ավանդույթը, ոնց որ բաներ ես գրում, գցում ես շիշը ու շպրտում ես, օվկիանոս է կամ ծովը ուր կտանի։ Կամ գտնում ես ուրիշներին։ Այո, շատ եմ տեսել ինչ որ վիդեոներ, որտեղ օրինակ ձկան ստամոքսում են ինչ որ հետաքրքիր բան գտել։ Որտեղ ձուկը կերել է։ Սեղանի խաղերի օրն է այսօր։ Իրականում ես ասեմ, որ սեղանի խաղերը շատ կարևոր են զարգացման համար եւ հատկապես երբ ընտանիքով են խաղում փոքրիկներն ու մեծիկները։ Բախտաշ չի բերել տանել չեմ կարողանում։ Վաու, տանել չեմ, ավելի շատ ոչնչի չեմ ձանձրանում, քան սեղանի խաղերից։ Ինչպես ես վերաբերվում այս հերոսին։ Սուպերմենի ծննդյան օրն է այսօր փաստորեն։ Իմ չեմ կարող ասել, որ իմ ամենասիրելի հերոսն է, որովհետեւ
Իմ սիրելի տիեզերքին հակառակ տիեզերքից է Սուպերմենը DC կոմիքսի հերոս է, ես Marvel կոմիքսների երկրպագու եմ։ Ես էլ եմ Marvel-ի, ես էլ Marvel։ Բայց դե ամեն դեպքում շնորհավոր ամենաառաջիններից եւ ամենահայտնին է Սուպերմենը, այնպես որ շնորհավոր ենք։ Գնանք առաջ, տեսնենք Միացյալ Նահանգներում ինչ տոներ են նշում։ Կենտուկի եւ Թենեսիի պետականության օրն է նշվում այսօր, հետաքրքիր է, որ այո։ Վիճակ գցելու օրն է այսօր, հետաքրքիր է, փաստորեն նրանք այդպիսի հետաքրքիր օրել ունեն։ Flip a coin day կամ այն երբ գցում ենք կոպեկով եւ ինչ որ բան ենք որոշում, այլ կերպ ասած, այո, խոշթեգրի օրն է, որևէ հաճելի բան ասելու ազգային օրն է, այսը կարծում եմ շատ կարեւոր տոն եւ օր է, ամեն օր պիտի գոնե ինչ որ մեկին որևէ լավ բան ասի։ Այսօր շքեղ տեսք ունես, շնորհակալ եմ։ Եվ շատ հաճելի է ու առանձնահատուկ է, երբ կանայք են միմյանց կոմպլիմենտներ անում, սա հիանալի է ուղղակի ու հատկապես երբ անծանոթ կանայք են քեզ կոմպլիմենտներ անում, այսպես շոյվում ես միանգամից։ Այսօր Միացյալ Նահանգներում նաև ոտաբոբիկ են քայլելու, որովհետև ոտաբոբիկ քայլելու ազգային օրն է։ Լուսինե, գիտես, օրեր առաջ կարծեմ հենց ուրբաթ երբ Սևակի հետ էի եթերում, մեկ այլ երկրում էր նշվում ոտաբոբիկ քայլելու օրը, նահանգներում չէր, ասում են հողակցվել, չէ, երբ ինչ որ չգիտեմ, ասում են առողջության համար պետք է այնպեսի վայրում շատ ճիշտ բան ասացիր, որտեղ հողի էներգիան ավելի ակնհայտ է եւ դու կզգաս։ Իմ ամենասիրելի ուտելիքներից մեկի, այո։ Վայ, ինչ ամոթ է, մոռացա գրական հայերեն բառը։ Զեյթունի ազգային օրը, բայց այլ Զեյթուն չունեինք այլ բառ, կարծում եմ ունեինք։ Այսօր ես ընկել, այսօր ընկնում ես ուսուցնող բառեր, այո, շատ ճիշտ է։ Հետաքրքիր մի տոն է նշվում, ինձ թվում է յուրաքանչյուրը ձեր կյանքում ունեցել եք այդպիսի ընկեր կամ ունեք, երբ միմյանց հետ շփվում եք բացառապես նամակներով, գուցե տարածությունն է մեղավոր լինում, չեմ կարող հստակ ասել, բայց այդուհանդերձ ունեք ընկեր, ում հետ շփվում եք նամակագրական տարբերակով եւ միշտ չէ որ հնարավոր է հանդիպել։ Միացյալ Նահանգներում նամակագրական ընկերների ազգային օրն են նշում։ Ահա, հետաքրքիր է։ Դե էլ ինչ նահանգների տոներ առանց որևէ սննդամթերքի կամ ուտելիքի նվիրված օրվան պնդուկով տորթի ազգային օրն է այսօր։ Ծիծաղի օրն են նաև նշում այսօր եւ երկուշաբթի օրվա համար աստծո փառք տալու։ Ահա, դա նկատի ունես, լավ, գտավ, նա չի հանձնվում։ Միացյալ Նահանգներում նաև նշում են երկուշաբթի օրվա համար աստծուն փառք տալու օրը։ Հետաքրքիր է։ Կարծում եմ երկուշաբթին ամենաչգնահատված օրն է շաբաթվա եւ շատ անտեսված, շատերի կողմից չսիրված, այո։ Ինձ համար միևնույնն է անկեղծ ասած։ Եվ հետաքրքիր տոնել կա։ Ամերիկացիներ ունեն մի հայտնի հեռուստաշոու, որը կոչվում է Love Island, թարգմանաբար սիրո կղզի, եւ դա reality show է, dating show, այսինքն մարդիկ գնում են, ծանոթանում են։ Այո, եւ փաստորեն այդ դա արդեն նաև օր ունի, սիրո կղզու օրն է այսօր։ Չգիտեմ ինչու դեռ ակտուալ է, այդուհանդերձ Միացյալ Նահանգներում նշում են Եղունգի լաքի ազգային օրը, բայց վաղուց լաքը արդեն փոխարինվել է Շրի լաքով։ Այո, լաքի այլ տեսակներ։ Վայ, ինչ հետաքրքիր օր է, բայց ինչի մրթոշ։ Չգիտեմ ինչ բան է դա, ով է մրթոշ Օսկարը, չգիտեմ, բայց այսօր մրթոշ Օսկարի ազգային օրն է, մինչ Լուսինեն այլ օրեր ասի, ես հասկանամ թե ով է մրթոշ Օսկարը։ Ֆեյ օրն է Միացյալ Նահանգներում նշում, Միացյալ Նահանգներում տոները առատ էին, բայց այսքանով ավարտվեցին, մենք շարունակենք հարգելի ռադիոլսողներ։ Լուսինե, երբ քեզ ցույց տամ, միանգամից կհիշես, սա հայտնի մուլտ չէ, հեռուստատեսային շոուի հերոսն է, ինչպես մեր Դոխն ու Դմբլդոխն էին ժամանակին, նման մի տիկնիկ էլ կար նահանգներում եւ նրանով հաղորդում կար եւ այսօր փաստորեն նաեւ նրա օրն է։ Ավստրալիայում նշում են Արևմտյան Ավստրալիայի օրը, նաեւ հաշտության օրն են նշում։ Բահամյան կղզիներում է կարևոր օրը այսօր աշխատանքի օրը։ Եթե Բահամյան կղզիներում ապրեի, չէի ուզի կարծում եմ աշխատել եւ զուգահեռ ծառատունկի ազգային օրն է նշվում Բենինում։ Թունիսում սահմանադրության օրն են նշում։ Սա չհասկացա ճիշտ ասած, ինչ է անցանք առաջ։ Իռլանդիայում նշում են հունիսյան արձակուրդների օրը, փաստորեն այդպիսի բան էլ կա։ Իսպանիայում Հինիեստայի փառատոնն է, իդեպ Իսպանիան շատ հայտնի է իր փառատոններով, այդ թվում տարօրինակ փառատոններով, եթե երբևէ փնտրեք աշխարհի այո, լոլիկով, ցելով, ցեխի փառատոնը, եթե երբևէ նշեք աշխարհի ամենատարօրինակ փառատոնները, վստահեցնում եմ, որ 10 փառատոնից առնվազն 6-ը իսպանական որևէ փառատոն կառաջարկի ձեզ համացանցը։ Այո, հաստատ, ու բոլորը մեկը մյուսից խելք ու վտանգավոր, ինչպես օրինակ իսպանայցիք են սիրում։ Լեհաստանում այսօր ոգելից խմիչք չեն օգտագործելու, որովհետև առանց ոգելիցի օրն է։
Մանուկների օրն են նշում նաև այլ երկրներում։ Այո, փաստորեն։ Մոր եւ մանկան օրն է Մոնղոլիայում։ Բայց Հավայան դայակների փառատոն է այսօր Մալայզիայում։ Չգիտեմ Հավայան դայակները ինչ են անում, որ ուրիշ դայակներ չեն անում, բայց մի խոսքով Նոր Զելանդիայում թագուհու ծննդյան պաշտոնական օրն են նշում։ Նախագահի օրն էլ նշում են Պալաուում։ Պորտուգալիայում Ազորյան կղզիների օրն է։ Եվ կարծես թե այո, կարծես թե այսօր այսքան է։ Այո, տեսնենք թե ծնունդների հետ կապված ինչ հետաքրքիր դեպքեր իրադարձություններ հասկանանք ինչ է կատարվում, ասեմ որ 2016 թվականի հենց այսօրը հայերեն Վիկիպեդիան հատեց 200,000 հոդվածի շեմը։ Իդեպ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք տրամադրում են ժամանակ եւ աշխատում են հայկական Վիկիպեդիայի վրա, ակնհայտ է որ գնալով այն ավելի է հարստանում եւ շատ կարեւոր է որ ունենանք նաեւ հայ լեզու տեղեկատվություն։ Եվ այն լինի ընդգրկուն բավականին մեծ ու ավելի պրոֆեսիոնալ։ Գնանք 2004 թվական հայտնաբերվել են հենց այսօրը Սատուրնի արբանյակները Մետոնան ու Պալենան։ Այ քեզ բան։ Այո։ Բոլորս ընկանք։ Հիմա մայրիկս շատ խորը կասի, եթե լսում եմ մեզ, նրա ամենասիրելի ֆիլմերից մեկի մասին է խոսքը 1984 թվականի հենց հունիսի 1-ին է փաստորեն տեղի ունեցել մի անգամ Ամերիկայում հայտնի ֆիլմի պրեմիերան Ռոբերտ Դե Նիրոյի, Ջո Պեշի, Ջեյմս Վուդզի, Դենի Այելլոյի գլխավոր դերակատարմամբ։ Քանի որ հիշեցիր մայրիկիդ, ես էլ հիշեմ իմ մայրիկին եւ սրտան շնորհավոր եմ նրան ծննդյան տարեդարձի առիթով։ Շնորհավոր։ Շարունակենք 1980 թվականի հենց այսօրն է սկսվել հեռարձակվել CNN շուրջօրյա նորությունների հեռուստա ալիքը։ 1939-ին այսօրը ԱՄՆ-ում առաջին անգամ հեռուստատեսության բռնցքամարտ է հեռարձակվել։ Իդեպ ես արդեն հասկացա, թե ինչով է պայմանավորված, որը այսօր Սուպերմենի օրն է, որովհետև 1938 թվականի հենց այսօրն է կոմիքսների ամենահայտնի հերոսի Սուպերմենի ծննդյան օրը։ Եվ քանի դեռ փոքրիկներից ենք խոսում, թատրոնի նրանց նվիրված, նրանց կողմից ամենասիրելի թատրոնը, տիկնիկային թատրոնը, Երևանի պետական տիկնիկային թատրոնը հիմնվել է 1935 թվականի հենց հունիսի 1-ին։ Չգիտեմ թե ինչ որքանով է ազդել պատմության վրա այս իրադարձությունը, բայց 1880 թվականի հենց այսօրը Միացյալ Նահանգների Նյու Հեյվեն քաղաքի բանկում տեղադրվել է առաջին վճարովի հեռախոսը։ Էլ ինչեր են հետաքրքիր է տեղի ունեցել։ Աննա Բոլեյն է Անգլիայի թագուհի դարձել 1539 թվականին։ Եվ կարծես թե այստեղ 1494 թվականի այսօրը Լինդորի աբայության գանձապահական հաշվետվությունում գրանցվել է վիսկիի մասին մեզ հայտնի ամենահին հիշատակումը՝ կենդանի ջուրը պատրաստում էր հոգևորական Ջոն Կորը։ Հետաքրքիր է, որ առաջին վիսկին այդպես է պատրաստվել եւ տեղափոխվենք ծնունդներին եւ սկսենք էլի շատ սիրված մի դերասանից 1937 թվականի այսօրն է ծնվել ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանը։ Այդեպ այսօրն է ծնվել նաեւ տեսնեմ այստեղ կա թվականն եմ ուզում հիշել Այստեղ չեն գրել, բայց ես ուզում եմ նշել, որ հենց այսօրն է ծնվել Մերլին Մոնրոն, հարգելի ռադիո։ Դա է ուզում ասել, որ քո ամենասիրելի դերասանուհիներից մեկն էր այսօրը ծնվել, դու կարծես թե բացառացիր, ահա։ 1926 թվականի հենց այսօրն է ծնվել Մերլին Մոնրոն, ամերիկացի մոդել, դերասանուհի, երգչուհի, 50-ականների ի վերջո սեքս խորհրդանիշը, որը որքան ժպտերես էր, փափուկ էր, նուրբ էր, նույնքան էլ դաժան կյանք էր ունեցել, չհասավ այդպես էլ երազանքներին, նրա գլխավոր երազանքն էր մայրանալը, այդպես էլ այդ տեղից ունեցավ, բայց այդուհանդերձ նա կարողացավ գերել բազմաթիվ սրտեր այդ ժամանակահատվածում, միայն թե զայրանում էր, ասում էր ինձ տալիս են հիմարիկի դերեր, բայց ես ուզում եմ ավելի լուրջ դերեր կերտել, եթե չեք տվել, ինչպես կիմանաք, ես կկարողանամ դա իրականացնել, թե ոչ։ Եվ իհարկե եւս մեկ կարևոր հոգևոր սիրելի երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան տարեդարձն է այսօր 1937 թվականի հենց այսօրն է ծնվել 1851 թվականի այսօրն էլ ծնվել է հայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը տեսնում ես ինչ հետաքրքիր է ճապոնացի աստղագետ Հիրոշի Մորին է ծնվել 1958 թվականի այսօրը 1789-ի այսօրը ծնվել է ազգային ազատագրական եւ մշակույթի գործիչ Լազարյան Ճեմարյանի հոգաբարձու Խաչատուր Լազարյանը։ 1804 թվականի այսօրը ծնվել է ռուս կոմպոզիտոր Միխայել Գլինկան եւ
Կարծես թե ծնունդներն էլ էին այսքանը, ամեն դեպքում շնորհավորում ենք։ Այո, այս ցուցակը ամբողջությամբ ավարտեցինք հարգելի ռադիոլսողներ։ Շնորհավորում ենք նաև այն մարդկանց, որոնք իրենց ծննդյան տարեդարձն այսօր նշում։ Լուսինե մեկնաբանություններ էլ ունենք բազմաթիվ, մեր ռադիոլսողները կասեն այսօր անտեսել ենք մեր մեկնաբանությունները։ Արագ կարդանք, որ անցնենք եթերաժամի հաջորդ հատվածին, որովհետև դեռ մեր հյուրին էլ չենք դիմավորել, այսօր եթերը շատ խիտ է ստացվում։ Արտակ Մխիթարյանը բարի լույս բոլորին գրում է, Եստեր Մխիթարյանը նույնպես բարի լույս է մաղթում, սիրելի հաղորդավարներ, ծով բարի լույս եւ օրհնյալ օր բոլորիս։ Իհարկե Էդիկ Բաբուջյանը ամենաառաջինն է մեզ մեկնաբանություն գրել, մեր հավատարիմ ռադիոլսողը։ Մանուկների օրն է, շնորհավորում նաեւ Եստերը։ Շնորհավոր բոլոր մանուկների տոնը, ցանկանում եմ երջանիկ մանկություն, կանաչ ճանապարհ գրում է Գոհար Գուրջյանը։ Շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին, անհոգ եւ երջանիկ լինեն։ Օլե Սահակյանի կողմից էր սա։ Վարդիթեր Գևորգյանն էլ ասում է թող բոլոր մանուկներնի օրն այսօր դառնա գեղեցիկ ու հիշարժան։ Այսօրվա միջոցառումներին անպայման մենք կանդրադառնանք հարգելի ռադիոլսողներ, որովհետև մանուկներին նվիրված միջոցառումները շատ են եւ գրեթե յուրաքանչյուր այգում հետաքրքիր միջոցառումներ կան ու դա ոգևորում է, ոգեշնչում է, որովհետև նաեւ ունենք ընտրության լայն հնարավորություն թե ուր գնալ։ Րոպեներ անց մենք արդեն կողջունենք մեր հյուրին, մնացեք մեզ հետ հարգելի ռադիոլսողներ։ Աշնանգույների նախշուն խաղիկն ես, դու ծմեր պապիկի անուշ բալիկն ես, դու գարնան ծաղկունքից հող ու շաղիկն ես, դու ամրան հովերի երկու տաղիկն ես, մեկը հունիսի, օրը խինդով լիք է, դու ինձ հետ կիսի, դե երկեք բարբերնեք, երկեք միասին, մանուկների Համով հոտով թորնիկն ես պապիկի, անուշ ու քնքուշ սերն ես քո տատիկի, դու հավերժ բաբախող սիրտն ես մայրիկի, հույսի հավատի դուրն ես քո հայրիկի, մեկը հունիսի, օրը խինդով լիք է, դու ինձ հետ կիսիր, դե երկեք բարբերնեք, երկեք միասին, մանուկների Սուրճ ու սեր առավոտից։
Այո, մանուկների տոնն է, մեկը հունիսի, հենց այդպես էլ պիտի ասենք, ու յուրաքանչյուրիս տոնն է, որովհետև մենք բոլորս հոգու խորքում մանուկ ենք եւ այդուհանդերձ շատ լավ է, որ գալիս են պահեր, երբ հասկանում ենք, որ չենք մեծացել։ Այո, եւ երեխաների համար այսօրը տոն դարձնելու, ոչ միայն այսօր, այլև վերջին մի քանի օրը տոն դարձնելու հարցում քայլեր է ձեռնարկել նաեւ Զանգակ գրատունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ հենց այդ թեմայով սիրով ներկայացնեմ մեր հյուրին, մեր հյուրն այսօր Ասղիկ Օհանյանն է, Զանգակ գրատան մշակութային ծրագրերի ղեկավարը։ Ողջույն։ Բարի լույս։ Սա արդեն երրորդ օրն է, չէ՞, որ թեժ իրարանցում է տեղի ունենում Այո, փառատոնում։ Մեր փառատոնի երրորդ օրն է, 2 օր արդեն հյուրընկալել ենք բազմաթիվ փոքրիկների, ընտանիքների եւ ընդհանրապես բոլորի անգլիական այգում եւ այսօր վերջին հնարավորությունն է այս տարվա իհարկե վերջին հնարավորությունը գալ եւ վայելելու փառատոնը։ Գրքի փառատոն է կոչվում, բայց ես տեսնում եմ թե որքան հետաքրքիր այլ ժամանցային տարբերակներ եք մտածել, որպեսզի երեխաների ամբողջ օրը հագեցած լինի, նույնիսկ ունեք մինի zipline։ Այո, եւ անվճար zipline եւ zipline, որի նախորդ տարիներին մենք միշտ ունեցել ենք zipline եւ միշտ երկար հերթեր են եղել եւ ծնողները եկել, երկար կանգնել են մինչեւ հերթը գա, քանի որ ենթադրելի է ցանկացողներ շատ են լինելու, այս տարի նաեւ էլեկտրոնային համակարգով գրանցվում են նախապես իրենց ցանկացած ժամի եւ գալիս են եւ թռչում են երեխաները։ Ֆիքսելս էլեկտրոնային տարբերակով zipline-ի հետ են կանգնում։ Այնա փոքրների։ Քանի որ մենք հերթ կանգնել չգիտենք, մենք այնքան հնարամիտ ենք, որպեսզի այդ խնդիրը լուծենք, ունենք ստեղծած ապարատներ, որ հերթը կարգավորում է, այս պարագայում էլ փորձել եք այդ տարբերակը։ Այո, հրաշալի։ Որ վեճերել չլինի։ Փոքրիկների միջև վեճերը հատկապես, չնայած դրանք ինչ մեղ կստացում, երբեմն զվարճալի են կողքից դիտել, բայց դա պետք չէ։ Ասղիկ, առաջին տարին չի, եթե չեմ սխալվում, որ այս մանկական գրքի փառատոնը իրականացվում է, եթե չեմ սխալվում, խնդրենք մի փոքր հետ գնանք եւ ամենասկզբից նախաձեռնության մասին պատմեք, որքան ժամանակ է որ իրականացվում է, որն է միտումը, նպատակը եւ արդյոք ունենք բավականաչափ մանկական գրականություն այս փառատոնը իրականացնելու համար։ Փառատոնի համար այս տարին շատ կարևոր է, քանի որ հոբելյանական տարի է, 5-րդ տարին ենք մենք նշում, այսինքն 5 տարի շարունակ անընդմեջ հիմնականում համընկնելով, գրեթե միշտ համընկնելով հունիսի 1-ի հետ, դրան նախորդող կամ հաջորդող օրերի հետ, երեխաների իրավունքների պաշտպանության օրվա հետ կապված դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ գիրքը եւ գրականությունը դրան միտող կարևոր մի բան են։ Մենք կազմակերպում ենք մանկական գրքի փառատոն 5 տարի շարունակ անգլիական այգում 3 օր, 2 օր երեխաները վայելել են գրքի տոնը։ Այս տարի փառատոնը մենք կազմակերպում ենք ինչպես նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ, այս տարի նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է միացել եւ աջակցել փառատոնի իրականացմանը եւ մեծ այսպես ծրագիր ենք կազմակերպում, որ երեխաները հետաքրքրված լինեն գրականությամբ եւ գիրք ընթերցելով եւ դուք որ տեսնում եք մեր ծրագրում ինչքան բաներ կան, որոնք կարող է ուղիղ կապ չունեն գրքի հետ, օրինակ, չգիտեմ, պաղպաղակի հյուրասիրություն, zipline։ Ինչ եք ասում, դրանք անմիջական կապ ունեն գրքի հետ։ Եվ մնացած բոլոր բաները նրա համար են, որ օրը ամբողջությամբ լցվի, որպեսզի ընտանիքով գան առավոտվանից եւ ամբողջ օրը անցկացնեն այնտեղ, որ հարմարավետություն լինի, օրինակ սննդի տարածքներ լինեն, հանգստանալու, նկարելու, ներկելու եւ այս ամբողջ Բահամերգները իհարկե բարելու, որպեսզի մարդիկ գան եւ իրենց ամբողջ օրը ընտանիքով որակյալ ժամանց անցկացնեն, որ ընտանիքի բոլոր անդամները կարողանան լավ ժամանակ անցկացնել այգում, բացօթյա եւ այս ամբողջը իրենց հիշողության մեջ մնա մի տոն, մի լավ օր, որը գրքի շուրջեր եւ գրքի մասին է։ Ինտերակտիվ ներկայացումներով է հագեցած։ Ես որքան հասկանում եմ, նաեւ ունեք փոքրիկ հատվածներ, որտեղ բարձր ընթերցանություն է, հա, բարձրացել։ Մենք այս տարի 2-3 կարևոր բան ենք ավելացրել մեր փառատոնին։ Մեկը ունենք արտասահմանից հյուրեր հեղինակներ, որոնք 3 ժամանել էին մեր փառատոնին, 3 հանդիպում ենք ունեցել շատ սիրված հեղինակների հետ։ Մեկը Կատարինա Մացուրովան է, շատ հայտնի գրքերի հեղինակ, ինչպես Ծաղկեց գազարը, Խխունջ Հենրին եւ այլն, որ երեխաները շատ սիրում են այդ գրքերը, շատ սիրված գրքեր են։ Այո, եւ
հեղինակը Հայաստանում էր, 3 շնորհանդեսներ նոր գրքի, մեծ հերթ էր, որ հեղինակը մակագրի գրքերը, որ տեսնեն հեղինակին, եւ նաեւ հենց հեղինակի համար էր մեծ զարմանք, որ Հայաստանում այսքան մարդ հավաքվել է գրքի համար, շատ զարմացած էր Կատարինա Մացուրովան, թե ինչ է կատարվում այստեղ, այսինքն ասում էր, որ մեզ մոտ էսպես չի, այսինքն չի կարող լինել, որ մի ամբողջ այգի լցվի մարդկանցով, որոնք եկել են գրքի համար։ Իսկ զարմացած էր ընդհանրապես կազմակերպչական մտքի թռիչքից, դե միայն գիրք չէր զուտ, այլ մի ամբողջ։ Եվ շատ հիացած էր, բացի Կատարինա Մացուրովայից, նաև Դացե Կրեսնիլյանն էր եկել Հայաստան Վերնատուն հրատարակչության հրավերով, Դացեն ամսի առաջին օրվանից փառատոնի առավոտյան այգում էր եւ 2 օր շարունակ այգում էր, 3 արդեն իր գրքի շնորհանդեսներ եւ երեխաները իր հետ հանդիպեցին, բացի այդ շրջում էր այգում, մենք այնտեղ շատ հետաքրքիր հատվածներ ունենք ժողովրդական արվեստների թանգարանի հետ մի հատված, որտեղ գործում են գորգ եւ ինքը 3 ժամ նստեց եւ փոքրիկ գորգ գործեց իր համար, ինչ հետաքրքիր փորձառություն եւ այս սրանով մենք այնպես ենք արել, որ նաեւ դրսից հետաքրքրություն լինի եւ դրսում էլ իմանան փառատոնի մասին, կապ լինի Հայաստանի եւ դրսի հետ եւ նաև երևա, որ մեր այն ինչ որ կատարվում է մեզ մոտ, դրսի համար նույնպես հետաքրքիր ինչու՞ չէ։ Եվ նաև մեր երեխաները, որ հնարավորություն ունենան այն հեղինակներին, որոնց գրքերը կարդում են, մեկ էլ տեսնում են այդ հեղինակին, որը կան, այո, ողջույն։ Իսկ ինչ են կարդում մեր երեխաները, շնորհանդեսների մասին խնդրենք մի փոքր պատմեք եւ առհասարակ, եթե չեմ սխալվում, մանկական գրականությունը, գոնե ժամանակակից հայ գրականության մեծ մաս ցավոք դեռ չի զբաղեցնում, կարծես թե ժամանակակից մանկագիրներ շատ չունենք, ինչ են կարդում փոքրիկները եւ այս փառատոնի ընթացքում ինչ տեսակ գրականության վրա եք փորձում ուշադրությունը հրավիրել երեխաների, պատանիների։ Բոլոր տեսակների վրա, այսինքն մենք ունենք տարբեր հրատարակիչներ, որոնք ներկայացնում են իրենց գրքերը, տաղավարներ են առանձին, այսինքն ոչ թե զանգակն է պարզապես բերել եւ գրքերը ներկայացնում, այլ հրավիրել ենք բոլոր հրատարակչություններին։ Համախմբել եք, էլի։ Այո, եւ յուրաքանչյուր հրատարակչություն իր տաղավարով ներկայանում է եւ ներկայացնում է իր գրքերը, նաեւ հրատարակչությունների հետ են, հրատարակիչների հետ հանդիպում են, թարգմանիչներն են այնտեղ, իրենց հեղինակներն են եւ առանձին ամեն մեկի հետ կարող ես մոտենալ, խոսել, քննարկել, քո հարցերը տալ եւ այս կապն էլ է շատ լավ լինում։ Եվ ամեն հրատարակչություն իր գրքերը, իր տարիքին համապատասխան գրքերը ներկայացնում է։ Իհարկե ժամանակակից հայ գրականությունը գնալով շատ մեծ հետաքրքրությունը գրավում մարդկանց, մանկական գրականությունն էլ քիչ-քիչ իր քայլերը անում է։ Մանկապատանեկան գրականություն շատ է հրատարակվում, շատ որակյալ հրատարակություններ ունենք, հետաքրքրությունը շատ մեծ է, շատ ավելի մեծ է մանկական գրականության հանդեպ եւ հրատարակչությունները մեծ աշխատանք են անում եւ տպագրական որակի, գունազարդման եւ ամեն ինչի եւ այս հատվածը մեր գրահրատարակչական ոլորտի բավական ակտիվ աշխատում եւ զարգանում է։ Հեքիաթագիրներ ունենք հայ ժամանակակից գրողներ, որոնց կարդում են եւ սիրում են երեխաները։ Տեսա, որ նույնիսկ գրքի շնորհանդես կա հայ հեղինակի։ Այո, Հովհաննես Երանյանի, որին ճանաչում են որպես ժամանակակից գրող, դաշնակահարն ու ֆուտբոլը։ Այո, Հովհաննես Երանյանի առաջին գիրքն է մանկական գրականության, իրեն ճանաչում են ժամանակակից գրողներ, գրականություն սիրողները, իր գրքերը կարդում են եւ նա այս տարի ներկայանում է հենց մանկական գրքով եւ մեր փառատոնին։ Այստեղ Արփի Մաղաքյանի հիշելու հեքիաթներ, գրքի շնորհանդեսներ տեղի ունեցել։ Սա փաստորեն նաև հիանալի հնարավորություն է գրողների համար ոգեշնչվելու, առերեսվելու ընթերցողների հետ, փոքրիկ խստապահանջ ընթերցողների հետ եւ մի տեսակ ոգեշնչվելու, որ նորերը պիտի գան, որ երեխաները հանկարծ չմնան առանց հետաքրքիր գրքերի։ Իհարկե, նաև ստեղծագործողները, որոնք գալիս են մեր փառատոնին եւ տեսնում են ինչքան շատ մարդ կա, ինչքան երեխաներ կան, ինչքան հետաքրքրություն կա, որովհետեւ շատ հաճախ տպավորությունը, որ առանձնապես չկա հետաքրքրություն եւ երբեմն մտածում ես ում համար կամ ինչի համար եմ այս աշխատանքը անում, եւ գալիս ու տեսնում ես մի ամբողջ մեծ այգի լցված երեխաներով, ծնողներով, այո, հասկանում ես, որ երևի իզուր չէ այս աշխատանքը։ Գրքերի եւ ստեղծագործելու հետ կապված մի բան էլ մենք 5-րդ տարին կազմակերպում ենք փոքրիկ հեքիաթագիրներ մրցույթը մեր երեխաների ամփոփվել է փաստորեն, այո, երեխաների կողմից ամենասիրված մրցույթն է, հայտարարում ենք մրցույթը, հեքիաթներ գրում, ուղարկում են լավագույնները, այո, երեխաները գրում են, երեխաները նկարազարդում են, ընտրում ենք լավագույնները եւ հաջորդ տարվա փառատոնին ներկայացնում ենք գրքով։ Մենք արդեն 4 ժողովածու ունենք իրենց գրած հեքիաթներով եւ իրենց նկարազարդումներով, ոչինչ չենք փոխում
տեղում։ Իսկ զարմացնում են մտքի թռիչքով, իհարկե, շատ հետաքրքիր եւ զարմանալի բաներ են գրում։ Մի հաղթող է լինում, ինչպես են բաշխվում։ Չէ, ժողովածու ենք հրատարակում, մեծ չհասցրի հետս վերել եւ երեք ներկայացրեցինք արդեն անցյալ տարվա հաղթողների հեքիաթները, շատ զարմանալի սիրուն հեքիաթներ, սիրուն նկարազարդումներով եւ մտածում ենք, որ մեծահասակները հաստատ այդպես չեն կարող գրել, որովհետեւ մենք ունենք ինչ-որ սահմանափակներ, սա հնարավոր չէ, երեխաների համար ամեն ինչ հնարավոր է, դրա համար իրենց հեքիաթները միշտ ավելի լավ են։ Պետք չի նրանց թևերը կտրել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մեր թևերը ժամանակին կտրել են, դրա համար էլ այսպես կաղապարային ենք դարձել։ Հեքիաթներ չեն գրում։ Հետաքրքիր օրինակ այս տարվա ներկայացված հեքիաթներից ինչ հետաքրքիր թեմաներ կան, որ տպավորվել են, ինչ թեմաներով են գրում փոքրիկները, հետաքրքիր է ինչպես են նրանք մտածում։ Թեմաները շատ տարբեր են, մի քանի տարի առաջ ավելի հստակ էին սահմանները, այսինքն կար այն ստանդարտ հեքիաթների արքայազն, արքայադուստր, ինչ-որ տեղ, այո, հիմա ոչ մի բան կապ չունի այն մեր դասական վիպական տարերը, որ կան հեքիաթներում, որ ինչ-որ մեկը գնում է, ճանապարհ է անցնում, ինչ-որ բան հաղթում է եւ այլն, այս ամբողջը լրիվ քանդվել է եւ լրիվ ինչի մասին ասես երեխեքը գրում են եւ այս շատ լավ է, որովհետեւ երբ որ ուղղակի ասենց անսահման հնարավորություն ունենում, այս ավելի լավ հնարավորություն։ Ալմոլորակներ են գրում։ Հա, շատ ալմորակայիններ են գալիս եւ հիմնականում այս թեմաները շատ են եւ ես էլ կուզեմ ձեր եթերում ծնողներին հորդորեմ, որ թույլ տան երեխաները գրեն, նկարազարդեն, նպաստեն իհարկե, չխանգարեն, չուղեն, չօգնեն, որովհետեւ երբ որ երեխան ինքն է գրում եւ երբ որ մենք ստանում ենք բազմաթիվ հազարավոր հեքիաթներ ենք ստանում, շատ ակնհայտ երևում է, որ սա ծնողը օգնել է, սա երեխան ինքնուրույն է գրել եւ միշտ հաղթում եւ միշտ առաջնային է լինում, որ երեխան է ինքնուրույն գրել։ Եվ Աստղիկ այսօր նույնպես վերջին օրն է փառատոնի, բայց հետաքրքիր միջոցառումներ կան, խնդրենք մի փոքր մանրամասներ, այսօր որ ժամից կարող են գալ այգի, ինչ է պլանավորվում այսօր։ Մեր փառատոնը ժամը 12-ից մինչև 8-ն է, անգլիական այգում, խորհուրդ կտամ Իտալիայի փողոցից գալ, քանի որ հիմնական էս մուտքը այդտեղից է, եւ ամբողջ շուկը փառատոնի կարող են զգալ այցելուները այդտեղից։ Ժամը 1-ից սկսվում է մեր միջոցառումների ծրագիրը, սկսվում է ամառային ընթերցանություն նախագծի բացումով, որի շրջանակում երեխաները կարողանան գրանցվել, իմանալ դա ինչ է եւ 3 ամիս շարունակ կարդալ, փոխանակել գրքերով, գրել իրենց կարծիքները, մասնակցել միջոցառումներին, իսկ վերջում լավագույն ճանաչված, լավագույն ընթերցողներ ճանաչված երեխաների դպրոց ենք տեղափոխում գրքերով այդ տնակը, որը Զանգակ հրատարակչությունն է կազմակերպում, շատ հետաքրքիր ծրագիր է, մի օր հուսով եմ ձեր եթերում կխոսենք, կպատմենք այս ծրագրի մասին։ Դրանից հետո սկսվում են մեր բոլոր շնորհանդեսները իրար հետևից, ունենք 2 գրքի շնորհանդես, Արփի Մաղաքյանին է, ինչպես արդեն նշեցիք, եւ Հովհաննես Երանյանին է, ունենք տիկնիկային ներկայացում, որը Կատարինա Մացուրովայի հեքիաթի հիման վրա է եւ Կատարինա Մացուրովան, որ պատմեցի 3 մեր հյուրներ, այսօր նույնպես լինելու է, տեսնելու է իր հեքիաթի բեմականացումը, ողջունի խոսք է ասելու երեխաներին եւ այն երեխաները, որոնք չեն հասրել 3 հանդիպելու իրենց սիրելի հեղինակի հետ, այսօր կհասցնեն։ Ունենք համերգներ, աղվեսիկներ երեխաների խումբ է, իրենք երգելու են, բոլորով են երգելու եւ օրը ամփոփելու ենք կինոդիտմամբ, մենք այս փոքրիկ ավանդույթ է դարձել մեզ մոտ ամեն օր երեկոյան համերգ է լինում շատ ակտիվ ուրախ եւ վերջում այն որ արդեն այն որ պետքա տուն գնաք բայց չեք ուզում գնալ բացօթյա հարմար պարկաթորներին պարկում են երեխաները եւ միջև ուժան ֆիլմ են դիտում Փադինգթոն ֆիլմն են դիտելու բայց հայերեն հնչյունավորում սա կարեւոր սա էլ է շատ կարեւոր փաստորեն հետաքրքիր յուրատեսակ գրքային հա միջավայրը այդուհանդերձ որքան էլ այլ ատրիբուտներ կան, բայց ընդհանուր համախմբողը գիրքն է եւ միջավայրը նպաստող է։ Շնորհակալություն չշեղվելու համար, սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ մենք հաճախ տեսնում ենք, որ երեխաների համար միջոցառումներ են արվում, բայց այդքան էլ երեխաների համար չեն ու այդքան էլ ի նպաստ երեխաների չեն, որովհետեւ կարեւոր մանրուքներ հաշվարկված չեն։ Այս պարագայում մենք տեսնում ենք ամբողջությամբ տպավոր այնպես է արված նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի երեխաներն ավելի մոտ լինեն գրքերին։ Իհարկե, մի բան միայն հավելեմ, ներեցիք մոռացել եմ եւ մտածեցի, որ շատ կարեւոր է սա էլ ասել։ Մենք ամեն տարի ինչ-որ թեմա ենք ընտրում փառատոնի համար եւ ամեն տարի մտածում ենք ինչ երեխաները չեն տեսել։ Եվ այս տարի հանկարծ մտքներս անցավ, որ երեխաների մեծ մասը գյուղ չի տեսել։ Ինչ է ասում։ Այո, եւ մեր փառատոնի այս
տարվա թեման գյուղն է եւ երեխաները գալիս են այգի հայտում են գյուղում Երևանի կենտրոնում եւ գյուղական բաներ են կարել, որ մարդիկ տեսնում են, «Օ, իմ տատիկի տանը սա կար, սա իմ տատիկի տան» եւ այդ տատիկի տուն եւ գյուղ գնալու բանն էլ փորձել ենք։ Կարծես եմ եկել պիտի գնալ։ Ասում եմ, ասում չէ, ինչ կուզեիր անել հիմա, իդ որ ես մի տեղ էլ պիտի գնամ, հետո այդտեղ կգամ, բայց հետաքրքիր գաղափար եկավ մոտս, մենք լիահույս լինենք, որ քանի որ զանգակը միշտ զբաղվում է շատ կարևոր գործերով ու ուշադրության կենտրոնում են նաև փոքրիկները գրականության սիրո նկատմամբ։ Ես հույս ունեմ, որ կկարողանաք նաև անել այնպիսի ծրագրեր, որ տեղափոխվեք նաև մարզեր եւ մարզային երեխաները եւս հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալու այդ գրքերին, փոքրիկ տոնիկներ կազմակերպեք նաեւ տարբեր։ Իհարկե, դա մեր ծրագրում իհարկե կա եւ մոտ ժամանակներս կհայտարարենք։ Այս Երևանի գյուղ չտեսած երեխաներ վերջապես թող գնան ու այդ գյուղերը բնական հենց գյուղերում իրական տեսնեն, չէ՞, ինչ կարիք կա տեղափոխելու Երևան։ Եվ այստեղ կներես, Վեգա ջան, այստեղ գյուղի երեխաներն ու քաղաքի երեխաները կարող են այնքան գեղեցիկ համայնք ստեղծել ու այնքան գեղեցիկ ընկերություն ստեղծվի, այնպես որ մենք հույս ունենք, որ հաջորդ անգամ կգաք ու դրա մասին կպատմենք։ Իհարկե, շուտով կգանք եւ կպատմենք արդեն մարզային նախագծերի մասին։ Մենք էլ սիրով կհյուրընկալենք ձեզ, հիշեցնեմ, որ զրուցում էինք Աստղիկ Օհանյանի Զանգակ գրատան մշակութային ծրագրերի ղեկավարի հետ, հիմա նրան կխնդրենք միասին լուսանկարվել, դուք էլ եւս մի երգ վայելեք, մինչեւ վերադառնանք ու եթերաժամի վերջին հատվածին անցնենք։ Ձեզ էլ պատմենք առհասարակ Երևանում, թե որտեղ ինչ միջոցառում կա։ Այո, եւ ես մտածում եմ ինչ երգ հնչեցնենք, ինձ թվում է այս երգը կլսենք հիմա, հետո կշարունակենք։ Flights change the destination to Armenia. Ուշադրություն, բոլոր թռիչքների ուղղությունները փոխվում են դեպի Հայաստան։ Կապել ամրագոտիները մեր ինքնաթիռը վայրեջք է կատարում Զվարթնոց օդանավակայան։ Ասում ենք բարի գալուստ Հայաստան, բոլոր նրանց, ովքեր գալիս են Հայաստան, տարբեր միջոցառումների մասնակցելու եւ մի քանի օրից էլ երևի թե կասենք բարի գալուստ բոլոր այն երիտասարդ կատարող մասնակիցներին, որ աշխարհի տարբեր կողմերից գալու են մանկական Եվրատեսիլին մասնակցելու։ Այո, մանկական Եվրատեսիլը նույնպես կարծում եմ շատ լավ տոն է փոքրիկների համար, հատկապես այն փոքրիկների, որոնք այս կամ այն կերպ մասնակցում են այդ միջոցառմանը։ Խոսելով միջոցառումների մասին
մասին, ինչպես խոստացել էինք, մի քանի միջոցառում ենք առանձնացրել, որ այսօր օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենալու եւ որոնց կարող եք երեխաներին մասնակից դարձնել։ Նախ մինչև 17:00 կենթանաբանական այգում է քաղաքապետարանը տոն պատրաստել երեխաների համար մուլտհերոսներ, խաղավարներ, DJ, կենթանիների ցուցադրական կերակրումներ, մեկնարկելու է 10 րոպե անց, ժամը 11-ից մինչև 17:00։ Ժամը 12-ից Կարապի լճում եւ Հյուսիսային պողոտայում Բեբուկ շարժական թատրոն, կրկեսային շոու, ինտերակտիվ խաղեր, նկարչություն, անակնկալներ, տարբեր սայլ այս հատվածում կենտրոնում Կարապի լիճ եւ Հյուսիսային պողոտա։ Այս հատվածում կարող եք շրջել։ Դե գրքի փառատոնի մասին մեր հյուրը արդեն պատմեց։ Ժամը 12-ից կմեկնարկի մինչև 20:00 եւ Երևանի քաղաքապետարանի էջում նշված է, որ Ազատության հրապարակում այս տարվա խորհրդանիշը հունիսի 1-ի եւ Երևանի խորհրդանիշը առյուծիկը 20:30-ին կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Դեռ չգիտենք, թե իմանային գաղտնիք չէր լինի, այո։ Եվ ես կարծում եմ, որ ոչ միայն կենտրոնում, այլև մեր տարբեր թաղամասերում տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում։ Օրինակ Դավթաշենում Փրկարար ծառայության հրապարակում երեխաներին սպասում են մրցույթներ, կրթական խաղեր, ցուցադրություններ, նվերներ, լուսանկարման գոտիներ եւ միջոցառումը սկսվելու է ժամը 11-ից հարգելի ռադիոլսողներ, սա հաշվի առնենք այս հանգամանքը հաղթանակի զբոսայգին ասացիր, չէ՞, կարծես թե։ Չէ, ասել եմ կենթանաբանական այգիներ։ Ահա, հաղթանակի զբոսայգում եւս տոնական միջոցառումներ կան։ Մի խոսքով միջոցառումները ամենուրեք շատ տարբեր են։ Ես օրինակ եթերից անմիջապես հետո գնալու եմ Avan Citizen հատվածում տեղակայված մանկական միջոցառմանը մասնակցեմ, որտեղ մուտքն անվճար է բոլորի համար եւ ամենակարևորը եւ մեխայինը, որ բազմաթիվ ընկերություններ են այնտեղ, որոնք պատրաստ են անվճար փոքրիկների համար իրականացնել մաստեր կլասեր եւ երեխաները իրենք կարող են անմիջական մասնակցել այդ ընկերության բոլոր ներկայացրած տարբերակներին ամբողջությամբ անվճար հարգելի ռադիոլսողներ, այսինքն համերգ, տոնական տրամադրություն, երեխաների ժամանցը ոչ միայն ուրախանալով է, այլև կարևոր գիտելիքներ ձեռք բերելով, փորձառություններով, այնպես որ դուք որոշեք թե ուր եք գնալու, միջոցառումներ շատ են, այնքան շատ են, հիմա խճճվելու ենք, չէ՞։ Այո, խճճվելու ենք։ Բայց ես հստակ գիտեմ, գնում եմ այնտեղ, հետո գնում եմ գրքի փառատոն։ Եթե չեմ խաղում Արևիկ երգչախումբն էլ, չէ՞։ Խոկապոր գրադարանում ելույթ ունի, այո, որովհետև գրադարանները եւս տարատեսակ միջոցառումներով են հանդես գալիս։ Մի խոսքով շատ են այսօր միջոցառումները, ծնողների աչքը լույս։ Քանի դեռ մանկական հիշողություններից էինք խոսում, իմ ամենաջերմ հիշողությունները հատկապես ընթերցանության հետ կապված են հենց Խնկոապոր գրադարանի հետ, որովհետև երբ փոքրիկ էի, մայրիկս ինձ տանում էր այնտեղ ընթերցանություն կար, շատ հաճելի մի կին, չեմ հիշում ցավոք նրա անունը, շատ փոքր էի, կարդում էր մեզ համար հեքիաթներ, մենք էլ բարձերի վրա տարբեր հատվածներում նստած վայելում էինք դա, այնպես որ կարծում եմ իսկապես գրականությունը լավ հիշողություն է մանկության համար։ Միանշանակ եւ առհասարակ հիշեք մի կարևոր բան, որ գրքերն են ձևավորում նաեւ մարդու արժե համակարգը եւ շատ կարևոր է, որ փոքր տարիքից կարդան ճիշտ գրքեր մեր փոքրիկները։ Սա եւս զարգացնում է մտածողությունը եւ առհասարակ երբ մեծանում ես ու ունենում ես գրքերի, այսպես կարդացած գրքերի մեծ բազա, դա հեշտացնում է նաեւ շփումը եւ կարողանում ես քեզ ավելի հեշտ գտնել կյանքում։ Գտիր քեզ այս կյանքում։ Իրականում այո, միշտ ինձ երբ հարցնում են Լուսինե, թե ինչպես խոսքը զարգացնել, ինչպես ավելի սահուն խոսել, միշտ ասում եմ, որ հայերեն գիրք կարդացեք, հայերեն գրականություն։ Լուսինե, եւս մեկ մեկնաբանություն ունենք, մինչեւ եւս մեկ անգամ կթարմացնենք այն անհրաժեշտ տեղեկատվությունը, բաց չթողնենք նաեւ Արմինե Հովսեփյանի մեկնաբանությունը, ամառային բարի առավոտ բոլորիս, քանի որ ունենք ծնող, երեխա ենք, ուրեմն շնորհավոր մեր հունիսի 1-ը։ Ճիշտ եք։ Եվ առհասարակ բոլորս լավ կլինի, որ իսկապես մնանք երեխա մեր հոգու խորքում, որովհետև հենց անմեղությունը, անմիջականությունն է երեխայական, որ հաճախ մեզ բերում է դրական հույզեր, յուրատեսակ, ու նույնիսկ խցանումները կարող են խնդիր չառաջանալ։ Այս պահին մայրաքաղաքում խցանումների նիշը 6 է, թեպետ մեր հյուրը ասաց, որ բավականին ծանր խցանումներ են, հատկապես կենտրոնական հատվածում, այո, տեսնում ենք բազմաթիվ փակ փողոցներ հարգել, փակ նկատի ունեմ խցանված փողոցներ, այնպես որ այսօր չենք նյարդայնանում, որովհետև բոլոր ծնողները շտապում են իրենց փոքրիկներին տանել եւ մասնակիցը դարձնել տարատեսակ միջոցառումների, իսկ սա հիանալի է։
Երեկվանից արդեն տեսնում է ինչ-որ տոնական ավտոբուսիկներ են գնում։ Չգիտեմ, ինձ թվում է զբոսաշրջիկները շոկի մեջ են մեղմ ասած, որովհետև այս վերջին մի քանի օրերին ոնց պտտվում ես կենտրոնով, ինչ-որ ուրախություն, քեֆ, ուրախություն, համերգ, տոնական տրամադրություն։ Հիմա այս մարդիկ, որ եկել են, կասեն, այս մարդիկ չեն աշխատում, առավոտից իրիկո քեֆ են անում, քեֆ անողի քեֆը չի պակասի, սա շատ կարևոր ասա։ Գիտես, որ ասացիր մանկական ավտոբուսիկներ ինչ հիշեցի, երբ փոքր էի, այն հայտնի պաղպաղակի մեքենան որ կացել է «Պլիցի», «Ստրուկ վալշեբնիկ կալուբոն», «Վերտալյոտ», այս հայտնի երգով։ Դե ամեն դեպքում խցանումները եթե կան։ Երբ շատ փոքր էիր, ինչ էիր երազում դառնալ։ Ես կարծում եմ դա պետք չէ եթերում հնչեցնեմ, որովհետև ֆիլմերում տեսել էի կիլերների մասին։ Կարծում եմ պետք չէ եթերում ասել, թե ինչ է ուզում դառնալ։ Իսկ ես ասեմ ինչ է ուզում դառնալ, պաղպաղակ վաճառող։ Որ ուտես։ Որ բոլոր պաղպաղակներն ուտեմ։ Այո, այդպես։ Այսօր կարող եք ձեզ ցույց տալ պաղպաղակ, որովհետև հեռախոսային հավելվածը հուշում է, որ այս պահին մայրաքաղաքում 19 աստիճան է, օրվա ընթացքում մինչև 24 աստիճան կբարձրանա, ժամը 10:55, այս պահին արևոտ է եղանակը, ինչպես եւ մեր տրամադրությունը։ Այո, մեր տրամադրությունը միշտ է արևոտ, հատկապես երբ աշխատում ենք եթերում, հարգելի ռադիոլսողներ, բայց այսօրվա եթերաժամն էլ ավարտվեց։ Մենք սիրում ենք ձեզ եւ սիրով ենք աշխատում յուրաքանչյուր առավոտ ձեզ ասելով բարի լույս, մաղթելով հաջող օր։ Իսկ մենք արդեն վաղը նույն ժամին կլինենք եթերում եւ ձեզ էլի կմաղթենք բարի լույս։ Այո, հարգելի ռադիոլսողներ, այսօր եթերում ձեզ համար աշխատեցին Վեգա Անդրեասյանը եւ Աննման Լուսինե Մուրադյանը։ Շնորհակալություն։ Եվ երկի պրեմիերա, դրանով էլ կեզրափակենք այսօրվա մեր ծրագիրը։ Իվետ Ամուկուչյանը ներկայացրել է նոր երգ, որը բավականին բում է առաջացրել եւ բոլորի մոտ կարծես թե դրական արձագանքներ են։ Լսենք Easy Love-ը եւ թող բոլորի մոտ ոչ միայն սերը լինի հեշտ, པարզ, easy, այլև կյանքը օրը երկուշաբթին ամռան առաջին օրը։ Երեխաները ոչինչ հենց այնպես չեն բարթացնում։ Եկեք իրենցից օրինակ վերցնենք եւ առանց այդ էլ այս ժամանակակից բարդ աշխարհում էլ ավելի չբարթացնենք մեր իրավիճակը։ Մնացեք Հանրայինի հետ։ Dressed tight, pumps high, feel it in my bones. Tonight, I might not take it slow. Maybe I'll find the man I'm looking for, who reads my eyes before I even talk. Obsessed when I sabotage me. Wrong place, wrong man, playing on repeat. If it's never done, till I fall in to the only one. I'm looking for love in all the places, ended up in Maison du Aces. Small talk, champagne, one sip, cocaine, blink twice, my high on a private plane. Mama said I should never regret. Lose it up, live a life you will never forget. Who's the guy? Slick style said hi, I blushed, he's fine. What if he could be the guy God sent? Chasing, come and get the goods. One night, 2 times, do it like you should. There's no need to sweet talk to me. No words needed, just give me what I need. I'm lying in the bed with the man. He's talking about a wedding ring and a plan. He said he never met somebody this crazy. I think that I should be the mother of his baby. But can you really give me what I need? Give me thighs, give me cries, give me lies I believe. Silk sheets, lipstick, stains